Բարի լույս սիրելի Աստծո ժողովուրդ, քույրս եղբայրս Փառք Հիսուսին, ամեն։ Եղբայրս իրոք հրաշալի ասես Տեր օրհնի Գորջան։ Մենք Աստծո տվածի մի փոքր ընդամենը մի փոքր մաստ ենք ուզում Տիրոջը ընծայել, մենք ընծայվենք եւ մեր գործերով պատվենք Աստծուն։ Ամեն փոքր բանի համար գոհացի Աստծուց, ասա Տեր շնորհակալ եմ։ Այսօր հրաշալի օր է Փառք Հիսուսին։ Ամեն։ Այսօր հրաշալի օր է, որովհետև Տերը եւս մեկ օր տվել է մեզ որպես նվեր, որպեսզի մենք այսօր օրհնենք, երկրպագենք, փառաբանենք նրան, նրա մեծ անունը մեծարենք։ Պիտի ամեն անգամ, երբ որ կանգնենք Աստծո առաջ, ասենք Տեր, ամեն օրվա ամեն մի փոքր բանի համար գոհանում եմ Տեր։ Ուզում եմ շտկվել, ուզում եմ ապաշխարել, ուզում եմ քայլել այնպես, ինչպես դու ես ուզում Տեր։ Արմատը չի երևում, բայց արմատը սկսվում է սերմից։ Արմատը չի երևում, բայց արմատից կախված է մեր հետագա ընթացքը։ Ուշադրություն դարձնենք մեր սրտերին, թե ինչ արմատ է մեր սրտում աճում։ Դրա համար նախապես մտածենք, թե ինչ սերմեր ենք ցանում մեր սրտի մեջ, ամեն։ Այնպես որ եկեք բարություն, սեր, օրհնություն ցանենք մեր սրտում, որ այդ սերմ ցանենք, որպեսզի մեր սրտի արմատը լինի օրհնության, զորության եւ այս տեսակ բարության ճանապարհի ընթացք մեր կյանքը։ Փառք Հիսուսին, այո, ինչքան էլ խոսենք, ինչքան էլ ասենք, քիչ են բառերը, որպեսզի նկարագրենք մեր Աստծո սերը։ Այնպես անենք, որ արժանանանք այն պսակին, որ Տերը պատրաստել է մեզ համար, ամեն։ Առակաց մեկից առաջի գլխին է այսպես ասում, որովհետև դրանք շնորհքի պսակ են քո գլխին եւ մանյակներ քո պարանոցին եւ առակաց 4-ին է այսպես ասում, նա քո գլխի համար շնորհած թակ կլինի եւ փառքի պսակ կպարգևի քեզ, ամեն։ Այո, այնպես անենք, որ Տիրոջ պսակը ամեն անգամ մեր գլխի վրա լինի եւ մեր պարանոցի վրա լինի։ Այն թանկագին գանձը, որ ունենք, ամեն անգամ ասենք Տեր, շնորհակալ ենք։ Մենք ուզում ենք գալ քո ետևից Տեր։ Քայլել այնպես, ինչպես դու ես ուզում Տեր։ Ողջ փառքը բարձրացնել քեզ Տեր։ Եվ երգել Տեր քեզ, որ արժան ես առնելու փառքեր Տեր։ Այո, հավետ առնելու փառքերին Տեր։ Իմ Աստված ըմբե։ Շնորհակալ ենք Տեր։ Շնորհակալ ենք Հիսուս։ Ինչ պսակ, որ ես ունեմ քոնե միայն, ամեն փառք, որ ինձ հասավ, քեզ լինի հայր, և ոչինչ քեզ հետ էլ չի համեմատվի, փառքի ես դու արժանի, փառքի ես դու արժանի,
Աստված։ Մենք ենք գրխովում եւ օրհնում ենք քո անունը Տեր։ Այո, կմեծարեմ քո անունը Տեր Հավիտյան։ Ինչքան որ շունչ տվել ես Տեր, ուզում եմ օրհնել քեզ Տեր։ Եվ երկել քեզ Տեր, որ դու իմ Աստվածն ես Տեր, որ արժան ես առնելու ողջ փառք իմ Աստված։ Արժանի ես միայն ողջ Երկենք միաբան ասենք արժանի ես առնելու փառք ես ապրում եմ քո մեջ եւ տալիս ամենը քեզ կմեծարեմ հավեր արժանի ես միայն ողջ փառքի Տեր արժանի ես առնելու ապրում եմ քո մեջ եւ տալիս ամենը քեզ մեծարեմ հավեր կերքեմ քեզ Տեր մեծարեմ Հիսուս անունը սուրբ մեծարեմ հավեր կերքեմ քեզ Տեր մեծարեմ Արժանի ես առնելու ողջ փառքերը Տեր եւ ուզում եմ մեծարել քո թանկ անունը Տեր օրհնել քո անունը Հիսուս արժանի ես միայն ողջ փառքի Տեր մեզ հետ երկել եւ երկրպագել արժանի ես առնելու փառք ես ապրում եմ քո տալիս ամենը քեզ մեծարեմ հավեր արժանի ես միայն ողջ փառքի Տեր արժանի ես առնելու փառք ես ապրում եմ քո մեջ եւ տալիս ամենը քեզ մեծարեմ հավեր կերքեմ քեզ Տեր մեծարեմ Հիսուս անունը սուրբ մեծարում ենք քեզ մեր Աստված ասա ինչ շար բան չի պատահի ինչ շար բան չի մոտենա որովհետև նա փրկեց ինձ մահից որսողի որոգայթից ինձ չար բան չի մոտենա որովհետև մենք նրա թևերի տակ ենք եւ մեզ չար բան չի մոտենա շնորհակալ ենք Հայր որ միշտ մեզ հետ ես Տեր որ առաջնորդում ես մեզ Տեր դեպի քո սուրբ սրաները Հայր իմ ապավեն եւ իմ ամրոց շնորհակալ եմ Հայր գոհանում եմ Տեր որ քո ներկայության մեջ ենք օրհնում եւ երկրպագում ենք քո սուրբ անունը Տեր
ասա ինչ չար բան չի մոտենա, որտեվ ես Աստծո որդի եմ, Փառք Հիսուսի։ Այո, հրաշալի խոսքեր ասում են, երբ բան չես դու նրանք կստանաս պատասխան։ Այո, ամեն անգամ երբ որ իրավիճակների միջով ես անցնում, վստահիր Աստծուն եւ ասա. Տեր, ուզում եմ օրհնաբանությամբ, երկրպագությամբ գալ քո առաջ, Տեր։ Միգուցե դժվարին ճանապարհի վրա ես, միգուցե այն իրավիճակների վրա ես, որ մի փոքր տխրություն կա քո մեջ եւ մտածում ես, թե իրավիճակը տիրում է եւ խեղդում է քեզ, բայց հավատա Աստծուն եւ վստահիր Աստծուն։ Ասա Տեր, ես վստահում եմ, որտեվ ես գիտեմ, որ Տեր ինչ սքանչելի ես դու, Տեր, եւ ինչ գեղեցիկ ես, ամեն։ Տերը մեր հրաշալի է, չէ՞, ու հրաշալի ներկայություն ունի, որ ամեն մեկիս հպվում, ամեն մեկիս գրկում, ամեն մեկիս բարձրացնում, ամեն մեկիս օրհնում, ամեն մեկիս ապրեցնում, եւ ինչքան լավ խոսք կա, ուզում ենք ուղղել մեր Աստծուն, ասել Տեր, դու ես արժան, Հայր։ Մենք այստեղ կանգնած երգում ենք միաբանության մեջ, բայց այս երգերը պատկանում են մեր Աստծուն։ Արժան է միայն Աստված, որ փառավորվի։ Այո, Տեր, ինչ սքանչելի է, Տեր, քո գեղեցկությունը։ Եվ ասում ենք, Տեր, սքանչելի է, Տեր, քո առատ ներկայությունը, քո սքանչելի ներկայությունը, Հայր, քո հրաշալի ներկայությունը այս վայրում։ Ո Սուրբ Ոգի ուզում ենք հպպես ամեն մեկիս, օրհնես, լցնես, զորացնես, Հայր։ Մենք ունենք կարիքը, մենք ունենք ամեն մեկս ունենք լցվելու կարիք։ Այո, ինչպես եղբայրս ասեց, եկեք դատարկված գանք, որպեսզի Աստված լցնի մեզ, Աստված բարձրացնի։ Եվ Աստված գիտի ամեն մեկիս ինչ է հարկավոր նախքան մեր խնդրելը։ Բայց եկեք մեր սիրտը բացենք հրաշալի Աստծո առաջ։ Ասենք Տեր, քո գեղեցկությունը, Տեր, քո հրաշալի ներկայությունը մեզ համար առավել է։ Փառավորվիր, ամեն։ Տեր ինչ գեղեցիկ ես, Տեր ինչ հիանալի ես, Տեր ինչ գեղեցիկ ես, քեզ կուզեմ երկրպագել, Տեր ինչ գեղեցիկ ես, Տեր ինչ հիանալի ես, Տեր ինչ գեղեցիկ ես, քեզ կուզեմ երկրպագել, քո գեղեցկությունը, երբեք չպիտի մահի, քո Սքանչությունը, Տեր, հավիտյան պիտի փայլի, գեղեցիկ ես, քո գեղեցկությունը, Տեր, երբեք չպիտի մահի, քո Սքանչությունը հավիտյան պիտի փայլի։ գեղեցիկ ես, Ամեն։ Այո, Աստծուն ասա, որ դու հրաշալի ես, քո ներկայությունը առատ է, Տեր, եւ այս ներկայության մեջ ուղղակի վայելում եմ քեզ, Տեր, եւ ուզում եմ ամեն անգամ, Տեր, գալ ծնկել քո առաջ, Տեր, ես ուզում եմ, Տեր, ծնկել ցածրանալ, որ դու բարձրանաս, Տեր, եւ որ դու ես արժանի միայն, փառավորվիր, Տեր, այս վարքյանների մեջ, իմ Հիսուս։ Տեր ինչ գեղեցիկ ես, Տեր ինչ հիանալի ես, Տեր ինչ
Շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք Տեր, ահա քո ժողովուրդը Տեր, երկրպագում ա քեզ Տեր, մենք քո կարիք ունենք, իմ Աստված, Սուրբ Հոգու կարիք ունենք Տեր, ու Սուրբ Հոգի հպվիր մեզ, սովորեցրու մեզ երկրպագել, ճանաչել, սովորեցրու, որ միաբան լինենք Տեր, շնորհակալ ենք Հայր, շնորհակալ ենք, որ դու ներկա ես այս վայրում, այդ քո մեծ սերն ա Տեր, որ դու այստեղ ես, որ մենք այստեղ ենք և միաբան պաշտում ենք քեզ Տեր, միաբան օրհնում ենք քո սուրբ անունը, որովհետև դու մեր ամենն ես, ինչ որ ունենք Տեր, առանց քեզ մենք ոչինչ ենք Հայր, մենք քո կարիքն ունենք Տեր, շնորհակալ ենք Հայր, Այո, մեծանանքն ու փառքը քեզ Տեր, ողջ օրհնությունը քեզ Տեր, ողջ օրհնությունը քեզ իմ Հիսուս, պահի քո արյան ծածկոցի տակ ամեն մեկիս Տեր, մենք ամեն օր ունենք Տեր քո կարիքը Տեր, որպեսզի այն դժվարին ասերը Տեր, որ անցնում ենք մեզ հետ, և մեզ անցկացնես Տեր, փառավորվիր իմ Աստված, փառավորվիր իմ Տեր, քո սուրբ հոգու աղբյուրներն են իմ անարժան սրտին տիրում քո սուրբ հոգու սիրո լույսն է իմ ու սիրտը լուսավորում առանց սիրո քո սուրբ հոգու ես կմնամ նորից անլույս կմոլորվեմ ինչպես կորած թե դու չգաս ինչ գտնես առանց սիրո քո սուրբ հոգու ես կմնամ նորից անլույս կմոլորվեմ ինչպես կորած թե դու չգաս ինչ գրկես այդ քո մեծ սերն ես տվելիս Հիսուս քո սիրո խոսքն ես ուղղելիս Հիսուս Այդ քո մեծ սերն ես տվելիս Հիսուս քո սիրո խոսքն ես ուղղելիս Եվ թողնում եմ քեզ հեռանում ու քո սուրբ սերը մոռանում արցունքի մեջ հանկարծ տեսնում որ դու նորից ինձ ես սիրում նայում
Նայում ես ինձ նախքին սիրո Նախքին սիրո քո հայացքով Նայում ես ինձ դու վշտալից Թե մոռանա ես քեզ նորից Այդ կոմես են մեզ Տվելիս Իսուս Քո սիրո խոսքնես Ուղելիս Իսուս Այդ կոմես են մեզ Տվելիս Իսուս Քո սիրո խոսքնես Ուղելիս Իսուս Քո սիրո խոսքնես Ուղել մեզ Այո, ողջ սափեր ուղիր Աստծուն, թող փառավորվի Հայրը, Որդին և Սուրբ Հոգին։ Ամեն։ Հալելույա։ Ինչ հրաշալի է մեր Տերը։ Ինչ զոր է մեր Տերը։ Ամենակարող է մեր Տերը։ Սուրբ է մեր Տերը։ Հալելույա, հալելույա։ Ժողովուրդ ջան, եթե իսկապես իմանանք եւ ավելի մոտիկից ճանաչենք, թե ով է մեր Տերը։ Եթե հասկանանք, գիտակցենք, թե ինչպիսի Աստված ունենք մենք երբեք չենք տխրի։ Ամեն իրավիճակի մեջ, փորձության մեջ, նեղության մեջ, դժվարության մեջ, հալածանքի մեջ, տառապանքի մեջ, ինչ կանենք, կհուսանք նրան եւ կասեմ, ով իմանց դարձյալ ու դարձյալ կասեմ, Աստծուն հուսա, մի տխրի, մի դժգոհի, մի երկմտի, փառավորի նրան, ամեն, ալելույա, իսկ ովքեր են այդպես վարվում, չկան այդպես վարվողներ, ալելույա, ալելույա, փառք Աստծո, ամեն բանի համար։ Գիտեք, սիրելիներս, մեր Աստված իրեն որոշումների մեջ երբեք չի սխալվում, երբեք չի տատանվում, երբեք չի երկմտում եւ երբեք չի զղջում։ Նա Աստված է եւ իրեն որոշումները ռեալ են եւ իրեն բարությունն ու ողորմությունը հավիտյան է։ Բայց ես ու դու կարիք ունենք, որ իսկապես մեր կյանքի մեջ լուրջ որոշումներ կայացնենք առանց երկմտելու։ Դրա համար նախ ուզում եմ մի հատ կարդամ 124 Սաղմոսը, ովքեր գրքեր ունեն։ Հələ ձեր գրքերը բարձրացրեք։ Փառք Տիրոջը, մի քիչ ոնց որ առաջ խաղացում կա։ Ալելույա։ Գիտեմ դուք ժամանակակից եք
Գիտեմ շատ մոդայիկ եք։ Եվ գիտեմ, որ այսօրվա տեխնիկան եւ այսօրվա գիտությունը թույլ է տալի, որ ավելին ունենաք Աստվածաշունչը հեռախոսի մեջ եւ չգիտեմ on-line հետևեք, բայց լավագույնը այս գիրքն է։ Նա մոդայից դուրս չի գալիս, նա իր զորությունը չի կորցնում եւ գրքով կարդալը լավագույնն է, ժողովուրդ ջան։ Մի քիչ էլ ձեր առողջությունը կպահեք այդ ճառագայթումներից։ Փառք Տիրոջը։ Եթե Տերը մեզ հետ չլիներ, թող ասե Իսրայելը, դու էլ կողքինի տասա, եթե Տերը մեզ հետ չլիներ, եթե Տերը ինձ հետ չլիներ, դուք պատկերացրեք ինչ կլիներ։ Շարունակենք, բայց եթե Տերը մեզ հետ չլիներ, մարդիկ մեզ վրա վեր կենալիս, ապա կենթանի կուլ կտային մեզ, նրանց բարկությունը մեզ վրա բորբոքվելիս, ապա ջուրերը կթաղեին մեզ, հեղեղը մեր անձերի վրա անց կկենար, ապա գորոզ ջուրերը անց կկենային մեր անձերի վրա։ Օրհնյալ լինի Տերը, որ մեզ որ չտվավ նրանց ադամներին, մեր անձիկը ինչպես ծիդ պրծան որսորդների որոգայթից, որոգայթը փշրվեցավ եւ մենք պրծանք, մեր օգնությունը Տիրոջ անունովն է, որ արավ երկինքն ու երկիրը։ Կա մարդ, որ կասկածում է Տիրոջ փրկության վրա, Տիրոջ ողորմության վրա, կա մարդ, որ իսկապես չի ճանաչում ով է իր Աստվածը, կամ չի հասկանում, եթե Տերը թողնի մի վարքյան, մեզ թշնամին ինչ կանի, ով է քո թշնամին, կողքիդ նստածը չի, քո քույր եղբայրը չի, թեպետ վեճեր ունենաք, թեպետ անհամաձայնություններ ունենաք, բայց իմ ու քո թշնամին, այն թշնամին է, հենց ի սկզբանե, որ Աստծո թշնամին էր, Սատանան, բայց փառք Աստծո, որ մեր Աստվածը ամեն ժամանակ պահում է մեզ, պաշտպանում է մեզ, օգնում է մեզ եւ մեզ չի թողնում։ Թանկագիններս, մենք ինչպես պիտի իմանանք Աստծո պաշտպանությունը, մենք ինչպես պիտի զգանք Աստծո զորությունը, մենք ինչպես պիտի հենց Սաղմոս 2-ի պես այս Սաղմոսն ասենք, որ ասենք Տերը ինձ կփրկի, Տերը ինձ որսորդի որոգայթից կազատի։ Ինչ որ մի բան տեղի պիտի ունենա, չէ՞ մեր կյանքում։ Հիմա կասեք պարտադիր է, շատ պարտադիր է։ Երբ որ դու փորձության ու նեղության մեջ չես, դու չես գիտակցի, թե Աստված քեզ համար ինչ է անում։ Բայց երբ որ դու շատ անհնարին վիճակի մեջ ես, փորձության մեջ ես ու հույսը դնում ես Աստծո վրա եւ չես երկմտում, Աստծո զորությունը հասնում է քեզ, Աստծո փառքը հասնում է քեզ եւ դու ազատվում ես։ Ովքեր են տեսե Աստծո բարի ձեռքը, ովքեր են տեսե նրա մեծ զորությունը, ովքեր են տեսե, որ Աստված իրենց ապավեն է եղել, Աստված իրենց նեղության մեջ երբեք չի թողել։ Բոլորս եւ մենք ամեն օր տեսնում ենք այս բարի լույսը, որ ծագում է մեզ վրա, ասենք փառք քեզ Տեր։ Բայց շատ անգամ թանկագիններս, գիտեք, ինչն է պատճառները, որ մենք Աստծո զորությունը չենք զգում, ինչն է պատճառները, որ մենք տխուր տրտում, պտտվում ենք, չենք հասկանում,
որովհետև մենք երգմտում ենք, որովհետև մենք չենք վստահում, որովհետև մեր հավատքը տկար է լինում եւ որովհետև մարմնավոր երևույթները մեզ գրավում են։ Ամեն բան գալիս է քո մտքից, ամեն բան գալիս է քո աստվածաճանաչողությունից եւ իմացիր Աստված ինքը երբեմն քեզ փորձությունների միջով կտանի, որ դու ճանաչես քեզ ազատողը ինքն է եւ իրեն փառքը ցույց կտա քո միջոցով։ Կողքինները կտեսնեն, որ քո Աստվածը կենթանի Աստված է։ Թե չէ ինչ վկայություն ես ունենալու, ինչ ես ասելու հարևանիդ, ինչ ես ասելու քո անհավատ բարեկամներին, ով է քո Աստվածը քեզ համար։ Երբ որ դու այդ ճանապարհով չանցնես, նրա փառքն ու զորությունը չտեսնես, բայց ինձ ու քեզ մի բան է մնում, ինչպես Հակոբոս 1:8 ասում է, երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճանապարհներումը։ Մեզ հարկավոր է, որ չլինենք թերահավատ։ Մեզ հարկավոր է, որ մենք որոշումներ կայացնենք եւ մեր որոշումները լինեն վճռական։ Այսինքն ինչ որոշումներ, ինչի համար։ Տանդ մեջ որոշումներ կայացնողը հայրեր, պապաներ, դուք եք, չէ՞, տան գլուխը ամուսինն է, հայրերն են։ Շատ որոշումներ կկայացնեն, այսպես անենք, ֆինանսը ինչպես ծախսենք եւ շատ հարցերում, բոլոր դեպքերում կամ միասին ընտանիք խորհուրդներ, որոշումներ կկայացնեք, բայց դուք կարևոր որոշում ունեք կայացնելու։ Եթե ճանաչեք ով է ձեր Աստվածը, ձեր որոշումը աստվածապաշտության մեջ կլինի խիստ վճռական։ Ինչ էլ լինի, ես պիտի պաշտեմ իմ Աստծուն։ Ջրով անցնեմ, կրակով անցնեմ, փոթորիկով անցնեմ, ինչ իրավիճակով անցնեմ, ես որոշել եմ պաշտեմ իմ Աստծուն։ Ամեն։ Եվ ոչ թե մեկ օր որոշենք, մեկ օր թողնենք։ Իսկ որոշումները ինչպես են գալի, ինչից է երևում մեր որոշումները, մեր ապրած կյանքից, երբ որ մենք Աստծո խոսքը պատվում ենք, երբ որ մենք Աստծո խոսքին հնազանդվում ենք, երբ որ մենք Աստծո դրած կարգ ու կանոնին հնազանդվում ենք։ Դա ցույց է տալիս մեր խիստ որոշումը, վճռական որոշումը, որ ասենք ես պաշտելու եմ իմ Աստծուն, ինչ էլ լինի։ Ամեն, ժողովուրդ ջան։ Եվ մի հրաշալի օրինակ Դանիել 3-րդ գլխից 3 անձեր կային, 3 անձեր։ Այս անձերը գերի էին Նաբուգոդոնոսոր թագավորի մոտ եւ իրենց աստվածապաշտ կյանքը նույնիսկ գերության մեջ իրենք երբեք չէին թողել, պատկերացրեք։ Գերության մեջ էին, բայց իրենց համար Աստծո խոսքը եւ Աստված անփոխարինելի էր, անզուգական էր եւ նրանց վրա մեջ շնորհք կար։ Որտեղից գիտենք, մեջ շնորհք կար, որ պատկերացրեք, այս անձիկ անգամ թագավորի մոտ շնորհք էին գտած եւ իրենք Բաբելոնի գավառներում պատասխանատու գործ ունեին, երևելիներ էին, վարչապետների նման, պատկերացրեք, ինչ շնորհք գտած եւ Աստծո խոսքի մեջ հաստատված եւ Աստծուն հավատարիմ։ Ով է քեզ բարձրացնողը, կողքինիդ ասա։ Բարձրացնողն էլ, գցողն էլ Աստված է։
Բայց Աստված հենց այնպես ոչ մեկի չի գցի։ Ում է գցում ամբարտավանին, անհավատարիմին։ Ամեն։ Իսկ խոնարհին եւ հավատարիմին միշտ շնորհք է տալիս եւ բարձրացնում։ Ինչի համար, որ ցույց տա իր փառքը, որ ցույց տա ով է ինքը եւ ցույց տա, որ իրեն պաշտողները երբեք ամոթով չեն մնա։ Ամեն։ Հիմա Սեդրակը, Միսակը, Հաբեդնյակովը գերության ժամանակաշրջան էր, Նաբուգոդոնոսոր թագավորն էր իշխում եւ այս մարդկանց շատ էին նախանձում, շատ, ասում էին լավ, մենք պարսիկներ ենք, այլասկ, բայց սրանք գերիներ են, հրյաներ են եւ մեր Աստծուն չեն պաշտում, իրենք ուրիշ Աստծու են պաշտում, բայց նայեք սրանք ղեկավար դիրքում էին եւ չարը, սատանան դուր չէր գալիս, որ Աստծո մարդիկ երևելիներ լինեն, բարձր դիրքում լինեն։ Գիտես ժողովուրդ ջան, շատերը թվում է հավատացյալները խիղճ ու գրակ, անտեսված, ընկած, ջարդուփշուր եղած, ինչ որ այս տեսակ անձիկ են, բայց իմացեք, հոգևոր մարդիկ, ովքեր Քրիստոսի մեջ են, նրանք գլուխ են, ոչ թե պոչ։ Այո, մենք խոնար պիտի լինենք, այո, մենք մեր Աստծո բարի վարքը պիտի ցույց տանք, այո, մենք պիտի Աստծո խոսքի մեջ լինենք, ամբարտավան չլինենք։ Երբ որ մենք պահենք Աստծո խոսքը, Աստված էլ մեզ կպահի։ Եվ պատկերացրեք, մի հրաման արձակեց, մի հատ արձան կառուցեցին նախարարների եւ մյուս խորհրդականների շնորհիվ, որ երբ որ նվագարանները, սրինգները, տավիղները հնչեն, բոլոր ազգերը, լեզուները ընկնեն եւ այդ արձանին երկրպագեն որպես Աստված։ Բայց քանի որ Սեդրակը, Միսակը եւ Հաբեդնյակովը լավ էին ճանաչում իրենց Աստծուն, նրանք վճռական մարդիկ էին, նրանք որոշման մարդիկ էին, նրանք սիրում էին իրենց Աստծուն եւ նվիրված էին։ Նրանք երբեք Աստծո խոսքը չդրժեցին եւ տեսնենք ինչ կատարվեց։ Նրանք չպաշտեցին, չընկան, չերկրպագեցին եւ խոսքը հասավ Նաբուգոդոնոսորին։ Եվ Սեդրակը, Միսակը, Աբեդնյակովը, երբ որ Նաբուգոդոնոսորը կանչեց, ասավ, «Ես դուք միտումնավոր եք անում, ինչու չեք պաշտում այս արձանին, որ իմ Աստծո խորհրդանիշն իմ Աստվածն է, ինչու չեք պաշտում»։ Հարց տվեց։ Եվ Սեդրակը, Միսակը, Աբեդնյակովը պատասխանեցին եւ ասեցին թագավորին. Մենք պետք չունենք այս բանի մասին մեզ պատասխան տալու, ով Նաբուգոդոնոսոր։ Ահա մեր Աստվածը, որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքված հնոցից եւ քո ձեռքիցն էլ, ով թագավոր, նա մեզ կազատի։ Եվ եթե ոչ, թող քեզ հայտնի լինի, ով թագավոր, որ քո Աստծուն մենք չենք պաշտում եւ քո կանգնացրած արձանին երկրպագություն չենք անում։ Պատկերացրեք, ինչ էր հրամանը։ Հրամանը, որ պիտի գցեին հնոց կրակով բորբոքված։ Պատկերացրեք, հələ մի պահ մտածի, ինչ կանեիր դու։ Մենք հայերս ունենք, չէ, այն որ ասում է կֆռցնենք, կասենք տղերք, դեք եք կեղծ պաշտենք, զատո սրտով պաշտում ենք։ Մեկ մարդիկ կան, չէ, կիրակի օրը չեն գալի Աստծոտուն, ես հոգով ձեզ հետ եմ։ Իմ հոգին տեղա։ Մի հատ Աստծո մարդ կար, ասում էր ինչ կլինի,
մի օր էլ հոգիդ թող որտեղ որա, մարմինը թող եկեղեցում լինի։ Մենք տարբեր պատճառներ կբռնենք, չէ՞։ Գործս մնաց, դե խնդիրներ կար, դե դու ինչ չես հասկանում։ Լսեք, միգուցե ես չեմ հասկանում, իմ հասկացողությունը կարճ է, փոքր է, բայց դուք գիտեք, որ Աստված ձեզ արդյոք հասկանում է, արդյոք ձեր ծուլությունը ներում է, արդյոք ձեր աստվածապաշտ կյանքը, որ դուք ապրում եք, Աստծուն դուր է գալիս։ Մինչև հիմա, եթե մենք ճիշտ որոշումներ չունենք, իսկ գիտես քո որոշումը պիտի փորձվի։ Որոշել էին, հաստատակամ տղերք էին, Աստված տեղյակ էր, չէ՞։ Աստված երբեք չեկավ, չհայտնվեց, չասավ Սեդրակ, Միսակ, Հապետնյակով, չվախենակ, լուր էր, գրված չի, բայց տղաների ինչ պատասխան, մենք գիտենք ով է մեր Աստված, մեզ կազատի, մեզ կփրկի, բայց եթե նույնիսկ չփրկի, ինչ կանենք, մենք չենք պաշտի այդ Աստծուն։ Իսկ մենք երբեմն ախր դու չես հասկանում, ինձ գործից կազատեն։ Ով ասավ, հələ դու քո Աստծուն վստահի, հələ դու քո Աստծուն հուսա, հələ տեսնենք, թագավորների սրտեր փոխող Աստված է, ուր թե մնաց գործատուների եւ ընդհանրապես այդպիսի փորձություններով ես ու դու պիտի անցնենք, իմացի քո ամեն օրվա ապրածդ կյանքը, երբ որ դու չես ուզում Աստծուն ծառայես, երբ որ դու չես ուզում Աստծու խոսքը կատարես, երբ որ դու չես ուզում նվիրվես Աստծուն, այդ տեսակները պատճառաբանություններ շատ կբերեն, որովհետև չեն կարող զոհաբերվեն, չեն կարող ընծայվել, չեն կարող դժվարություններ քաշեն, որտև չեն ուզում, գիտեք ինչու չեն ուզում, որտև երկրավոր են, մարմնավոր են, որտև չեն հասկանում երկնքի փառքը, որովհետև չեն ճանաչում այդ զորեղ Աստծուն, կարծում են թե եկեղեցուն կամ հովվին են ասում ոչ, քո ոչը Աստծուն է ուղղված, եթե հանկարծ վախենային, գիտեք, վախը եւ անհավատությունը խանգարում է մարդկանց, ասում երբեք առանց հավատքի դու չես կարող մոտենալ Աստծուն կամ առանց հավատքի դու չես կարող հաճենալ Աստծուն, իսկ հավատքը ինչ է պահանջում, հնազանդություն, զոհաբեր կյանք, եթե հավատում եմ, ես հավատում եմ, նա հզոր Աստված է, ահա տղաները հավատացին եւ ինչ արեցին, թագավորը սրանց գցեք, ավելի բորբոքեք կրակը, սրանց գցեք հնոցի մեջ, գցեցին, բայց տղաները քայլում էին կրակի մեջով եւ մեկն էլ նրանց հետ, որ անգամ Նաբուգոդոնոսորն ասավ, մենք երեքը գցեցինք, ով է այս չորրորդը, Աստծո որդուն կնմանվի եւ պատկերացրեք, չգիտեին ոչ Սեդրակը, ոչ Միսակը, ոչ Հապետնյակովը, հայտնություն չէին առե, Աստված չէր խոսե, բայց պատրաստ էին մեռնեն, պատրաստ էին այրվեն, մոխրանան, բայց ուրիշ Աստծուն չպաշտեն։ Ինչ նվիրված էին, չէ՞։ Իսկ մենք մի հատ մտածի, ինչպիսի կյանք ես ապրում, ինչպիսի կոմպրոմիսների ես գնում սատանայի հետ, դե հարմար չի, դե մենք երկրի վրա ենք ապրում, իսկ երկրի վրայի համար ես Աստծուն հուսացել, որ երկրի վրա օրհնված ապրես, երկրի վրա գործերը լավ լինի, բայց երկնքերես չտեսնես։ Ժողովուրդ ջան, մենք Հիսուս Քրիստոսին ընդունելու մեր նպատակը երկինք է, երկինք գնալու համար։
Այս ինչ որ կա ժամանակավոր է, ունայնություն է, ամեն ինչ պիտի անցնի, բայց Աստծո խոսքը հավիտենական է եւ անփոփոխ։ Կամ պիտի վստահենք ու հավատանք Աստծուն եւ Աստծո խոսքին, կամ էլ պիտի երկմտենք, անհավատություն անենք եւ ոչ երկրի վրա մի բան ստանանք եւ մեր երկնային կյանքն էլ չմտնենք։ Ինչի համար ենք պաշտում։ Բայց նայեք, տղաների այս կատարածից հետո Աստծու անունը փառավորվեց, Աստված մեծարվեց եւ հրաման այսուհետև Սեդրակի, Միսակի, Հափեդնյակովի Աստծու անունից վախեցեք։ Այսուհետև դու պատկերացնում ես քո հերոսությունը, քո նվիրվածությունը ազգերին, կողքիդ մարդկանց ինչ կանի ցույց կտա, կասեն Սերգոյի Աստվածը մեծ է։ Մենք այսքան ճնշեցինք, հալածեցինք, բայց ինքը մեկը հաստատակամ է։ Եվ կասեն ով է քո Աստվածը, մենք էլ ենք ուզում այդ Աստծուն ճանաչենք։ Բայց եթե դու իրանց նման լնես, ուզենաս գնաս պաշտամունք, ուզենաս չգնաս, ուզենաս ծառայես, ուզենաս չծառայես, այն որ ասма կարծում եք ես ձեզ եմ նմանվում 50 Սաղմոսը, բամբասողների հետ նստում եք բամբասանք անում, շնացողների հետ մասն ու բաժին ունեք, ասма կարծում եք ես ձեզ նման եմ, ես ձեզ նման չեմ, կգա ժամանակ, որ ձեր ճակատին պիտի շարեմ, իսկ լավ չի, շնորհք խնդրենք, Տեր, իսկապես ինչ շնորհք դու, շատ օրինակներ են գրվե Աստվածաշնչում, ինչու է Տերը թույլ տվե այս անձանց անունները գրվեն օրինակի համար, իր փառքի համար, որ ցույց տա, կան անձեր, ովքեր իմ փառքը ցույց կտան, բայց կան հավատացյալներ էլ ընդհակառակը անարգանք են բերում համ իրենց ապրած կյանքով, համ էլ Աստծուն։ Մտածենք, ինչ ենք ուզում, ինչա մեր ուզածը, ինչպես ենք ապրում, ինչպես ենք նվիրվում։ Ամիսը մեկ գամ եկեղեցի, դե ստիպված էի, այնքան գործեր կա, ինձ մի ասի, ինձ ինչ։ Այ, երբ որ կկանգնես Աստծու առաջ, հաշիվ կտաս, ինչու։ Առաջարկում ենք, ծառայեք, նվիրվեք Աստծուն, թողեք ամեն բան, հարմար չի, գործերս խառն է, և խառը մարդիկ երկինք են մտնելու, խառը, քաոսային, Աստված ընդհակառակը ուզում է քո խառնաշփոթությունը կարգ ու կանոնի դնի, ուզում է որ դու խառը մարդ չլինես, ուզում է որ դու կերտված որոշման մարդ լինես, վճռական մարդ լինես աստվածապաշտության մեջ, եթե ոչ մտածի քո հետագայի մասին։ Եվ այդպիսի նաև օրինակ էր Դանիելը, նախ հիշենք հենց առաջի գլխից, որ Դանիելը, Միսակը, Հաբեդնյակովը, Սեդրակը, որ այս 4 տղաները իրենց սրտի մեջ էին որոշում ընդունելու ի սկզբանե, որ մեր անձը մենք պիտի չափականենք, չպղծենք թագավորական կերակուրներով։ Այո, ես ու դու Սուրբ Հոգու տաճար ենք։ Բաներ կա, որ կարող է ապականել, պղծել մեր տաճարը։ Մենք պիտի հասկանանք։ Եվ Պարսից Դանիել թագավորի օրոք, Դարեհի օրոք Դանիելը, երբ որ նորից չար մարդիկ, ասենք սատանայի ծառաները, նախանձեցին Դանիելին, նա թագավորից հետո մեծ մարդ էր։ Ինչ արեցին, ոնց անենք, որ Դանիելը անկում ապրի։ Լսի, քու կողքդ էլ շատ մարդիկ կլինեն,
քո շրջապատում ոնց անեն, որ քեզ Աստծուց գցեն։ Սատանան անգամ քո մտերիմների, քո հարազատների, քո բարեկամների, անգամ քո տան անդամների միջոցով կուզի քեզ Աստծո խոսքից գցի։ Ամեն տկարի կարա օգտագործի քո դեմ, բայց դու պիտի հասկանաս, ում ես պաշտում, քո որոշումդ որն է։ Ոչինչ դեսօր իրան ցանկությունը կատարեմ, դե ոչինչ որ կռիվ չլինի, այսօր էսպես անեմ։ Ժողովուրդ, Աստված չի եկե որ խաղաղապահ լինի ձեզ համար։ Ասավ իմ խաղաղությունն եմ տալիս, նշանակում է որ հաշտվեք իմ խոսքի հետ, խաղաղվեք, բայց ասավ ես չեկա խաղաղություն գցելու, ես եկա սուր գցելու։ Սուրը Աստծո խոսքն է, ամուր բռնի Աստծո խոսքը եւ դու կհաղթես, կփրկվես դու եւ քո ընտանիքը։ Բայց երբ որ երկմտես, երբ որ քո որոշման մեջ անկայուն լինես, վճռական չլինես, ինչ կլինի քո ապագան եւ քո ընտանիքի ապագան։ Նորից Նաբուգոդոնոսորը Բաբելոնի թագավորներ եւ ասորիներ էին, իսկ երբ որ նվաճվեց, արդեն Դարեհը Պարսից թագավոր էր։ 30 օր հայտարարվեց, ոչ մեկը, ոչ մի Աստծուց խնդրվածք չբերի, ոչ էլ մարդկանցից, 30 օր, աղոթք չանեն, ոչ մի խնդրվածք չբերեն, ոչ էլ մարդկանցից, բայց այդ չար մարդիկ գիտեին Դանիելի սովորությունը, օրը 3 անգամ պատուհանը բացում էր դեպի Երուսաղեմ եւ աղոթք էր անում, երկրպագում էր իր Աստծուն, գոհություն էր հայտնում իր Աստծուն։ Իսկ դու սովորություն ունես, քո տան անդամները քեզ ընդհանրապես ծնկեկած տեսնում են, հարց, մտածի։ Կամ քո աշխատանքի վայրում գիտեմ, որ դու հոգևոր ես։ Դե ոնց իմանան։ Ես համեն կյանքն եմ ապրում, համեն ամոթա, ինչ ասեմ։ Եվ շատերն էլ իսկապես ասում են, սա յա հոգևոր։ Սա յա հոգևոր։ Ոչ հոգևորի վարկ կա, ոչ հոգևորի շնորհք կա վրեն։ Բայց Դանիելը իր աստվածապաշտ կյանքով գրավել էր բոլորի ուշադրությունը, հաստատակամ էր։ Եվ Դանիելը երբ որ լսեց, դարձյալ պատուհանը բացեց եւ իր Աստծուն երկրպագեց դեպի Երուսաղեմ։ Եվ չար մարդիկ տեսան, Դարեհին հայտնեցին եւ Դարեհը Դանիելին շատ էր սիրում, շատ էր պատիվ տալի, որտեվ նա շնորհք գտած մարդ էր, բայց թագավորի հրամանը հրաման էր։ Պիտի գցեին առյուծների գուբը այդ տեսակ անձանց, բայց Դարեհը ամեն կերպ աշխատում էր Դանիելին փրկած լինի, բայց չեղավ։ Եվ ինչ ասավ. Դանիել, դե թող այն Աստծուն, որ դու պաշտում ես, քեզ ազատի առյուծներից։ Գիտեք, Դարեհը ամենայն անկեղծությամբ ասեց, Դարեհը չծաղրեց, Դարեհը սրտի տրտմությամբ եւ իսկապես մեծ ցավով, Դանիել, դե թող այդ Աստվածը, որին պաշտում ես, թող քեզ ազատի։ Եվ գրված ասма ամբողջ գիշեր Դարեհը չքնեց, առավոտ կանուխ արթնացավ գնաց գուբի այդ դրան մոտ եւ ասավ Դանիել, արդյոք քո Աստված քեզ ազատեց։ Դանիելն ասեց. Այո, թագավոր, ինձ ազատեց, որովհետև պատճառ կար ազատելու, որովհետև ես իմ Աստծո առաջ էլ մեղք չեմ գործել, արդարություն եմ արել եւ քո առաջին էլ։ Իսկ դու մենք կարանք համ Աստծո առաջ մեղք գործել, համ որտեղ որ աշխատում ենք,
կամ մեր շրջապատում մեղքը ջրի պես խմենք, ուղղակի խմենք եւ փորձության ժամանակ, իրավիճակների ժամանակ, բա ինչի Աստված ինձ չպահեց։ Ում է Աստված պահում։ Ինչի խայտարակվեցի։ Այո, պիտի խայտարակվես։ Երբ որ Աստծո խոսքը թողնես, երբ որ Աստծուն չհնազանդվես, քեզ խայտարակություն ամնում, ուրիշ ինչ, կործանում, ուրիշ ինչ, սա դեռ է ժամանակավոր էս երկրավոր կյանքի մեջ է, բայց արդյոք երկնքի արքայություն մենք մեր անհնազանդությամբ կմտնենք։ Փառք Աստծո, որ քրիստոնյա երկիր է, ըստեղ մեզ առյուծների գուբ չի սպասում, ըստեղ մեզ կրակի հնոցներ չի սպասում, այդպիսի արգելքներ չկան։ Բայց մեզ համար մի բան կա, մեր կյանքը երկրի վրա ապրենք ճիշտ, առանց երկմտելու, հավատքով, վճռական որոշումներով, ինչ էլ ուզում ա լինի, ես պիտի պաշտեմ իմ Աստծուն, ինչ էլ ուզում ա լինի, ես պիտի ծառայեմ իմ Աստծուն։ Գիտեք, ես աշխատում էի եւ շատ են ծանր օրերներ 90-ական թվականները, հազիվ գործ էի գտեմ։ Եվ տնօրենս ինձ ասավ, դու կիրակյորն էլ պիտի գաս գործի։ Ասի, ես կիրակյորը գիտեք, ես հոգևոր մարդ եմ, ես գնում եմ եկեղեցի, չեմ կարող գալ, դիմում գրի ազատվի։ Ասի, այո, կազատվեմ։ Դիմում գրեցի, դուրս եկա։ Եվ գիտես, մի քանի օր անցավ, բայց իրոք երեխա շատ դժվարություններ էր, ծանր էր, բայց մի բան ասի, Տեր, դու գիտես, որքան եմ սիրում քեզ, ես չեմ կարա թողնեմ կիրակյորը սուրբ օրը, ես գալիս եմ քեզ հետ հանդիպում եմ, ես չեմ կարող քո խոսքը զանցանել։ Մի քանի օր հետո տնօրենը զանգեց, խնդրեց, աղաչեց, ասեմ ավելին, պաղատեց, որ ես գնամ նորից աշխատանքի։ Գիտեք ինչու? Որովհետև մյուս աշխատակիցը շատ խալտուրաներ էր անում, շատ անհավատարիմ էր, շատ վատ էր վարվում տնտեսության հետ եւ իսկապես ասավ ես կիրակյորը քո փոխարեն այդ գործը կանեմ, միայն թե արի։ Ֆինանսների հետ կապված բաներ, առևտուր, միայն թե արի։ Եվ գիտեք, բա ես ինչու այդ Աստծուն պիտի չփառավորեմ։ Ես ավելի զորացա, հավատացի, ես չգիտեի, որ նա ինձ կկանչի, եւ ավելի փառավորեցի, ասի Աստված, ինչ մեծ ես դու, հզոր իմ Տեր, հաղթություն տվող Աստված։ Պատկերացնում եք։ Դուք չեք ուզում, առաջ գիտեք ինչ եք ուզում, դե թող առաջ սիրտը փոխի, հետո նոր բան կլնեմ, դե սիրտը փոխի, չէ, ուզում ա քեզ հերոսացնի, ուզում ա քեզ վարձքի արժանացնի, ուզում է քո միջոցով փառավորվի, թույլ տուր փառավորվի, իսկ չէ, պարապ չեմ, ժամանակ չունեմ, զբաղված եմ, գործերը շատ է, ինձ գործից կազատեն, խո երկնքի արքայության դուռը քեզանից չեն կարա փակեն, դրախտի դժողքի բալանին տիրոջ ձեռքերի մեջ է, տնօրենի մեջ չի, ձեռքի մեջ չի, մի հատ մտածեք արժեքավորը անարժեքավորի հետ, սրա համար բայց հավատք է պետք, սրա համար հավատք է պետք, իսկ հավատքը լսելուց լսելն Աստծո խոսքից, քո բերանը մոտ է քո ականջին, Աստծո խոսքով շատ զբաղվի, շատ կարդա, շատ աղոտ քարա։ Դանիելը ճանաչում էր ով է իր Աստվածը օրը 3 անգամ։ Հələ մտածի, ինչպիսին է քո աղոթքի կյանքը։ Թե գիշերը գալիս է մոռանում ես, վայ ես օր աղոթքել չարի։
մենք պիտի այնքան աղոթքի մարդ լինենք, որ տարալուծվենք աղոթքի մեջ, որ մենք քայլում ենք աղոթքով քայլենք։ Մեր հացը ուտելը աղոթքով, մեր գործ անելը աղոթքով, նրա հետ, երկնքի հետ միացած։ Ժամանակ չունեմ, միտքս չգիտեմ, գործերս, բիզնեսս, տունս, տեղս, ամբողջը մարմնավոր։ Էլ Հիսուսը քո ինչին է պետք։ Ոնց պետք չի։ Բով պիտի օրհնի, բով պիտի ինձ բժշկի, բով պիտի ինձ պահի պաշտպանի, բա երեխեքիս ով պիտի հաջողություն տա։ Միայն դրա համար, ժողովուրդ ջան, տակավին խաբված ենք։ Արժեքավոր բաները թողել ենք մեր կյանքից։ Մտածենք, Տիրոջ գալուստն էլ մոտ է։ Չեմ ուզում կարդամ այս 6-րդ գլուխն էլ կկարդաք եւ տեսեք Դարեհը ուրախացավ եւ հայտարարեց Դանիելի Աստվածը հզոր մեծ է նորից համ Աստծո անունը փառավորվեց համ Դանիելը ավելի մեծացավ Տեսնում եք Տերը արդարներին չի թողի Տերը այն մարդիկ ովքեր ունեն ճիշտ ուղիղ որոշումներ եւ վճռական են իրանց որոշումների մեջ ես պիտի պաշտեմ իմ Աստծուն նաեւ կկարդակ քանի որ հաղորդություն է ժամանակի մեջ տեղավորվենք Հեսուն ով էր Հեսուն Մովսեսից հետո ինքը առաջնորդեց հրյաներին դեպի խոստմունքի երկիր բայց այս ազգը տեսնում ենք իսկապես խստասիրտ, խստապարանոց մարդիկ էին։ Հեսուն իր ծերունական կյանքի տարիներին, երբ որ գրավեց, երբ որ շատ հողեր, արդեն բաժանեցին ժառանգություններ, ժողովրդի առջև կանգնեց եւ ասեց. Լսեք, Աստված ինչ է ասում, ինչ եք ուզում, միթե դուք պիտի պաշտեք Եգիպտոսում են պաշտած կուրքերին, ամորհացիների կուրքերին, միթե դուք օտար ազգերի աստվածներին պիտի պաշտեք, կուրքերի պիտի պաշտեք, ինչ եք որոշում, Աստված ձեզ ազատեց, բարիքարեց, մտածեք, այսօր մարտահրավեր է, մտածեք, ես չգիտեմ դուք ինչ եք որոշում, ազգ, ժողովուրդ, բայց ես խիստ կերպով որոշում ունեմ, ես որոշել եմ, ես եւ իմ տունը Տիրոջը պաշտենք, կենթանի Աստծուն, իսկ դու ինչ ես որոշե, հիմա կասես, դե խու մենք կուրքեր չունենք, ով ասավ, հələ մի հատ անձդ քննի, կարող է քո աշխատանքն է քո կուրքը, կարող է այլ բաներ, ինչը որ արժեք ես տալի, քան թե Աստծո խոսքը, ինչին որ արժեք ես տալի, ինչին որ ավելի ես պատվում, ինչին որ ավելի ես ծառայում, քան թե Աստծուն ու Աստծո խոսքին, նա քո կուրքն է։ Լավ մտածի։ Աստված ասեց, ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաք։ Բառերով ասելով չի, խոսքով ասելով չի, այո, բա ոնց, ես Աստծուն եմ պաշտում, աստվածապաշտ կյանքդ պիտի երևա։ Ասմա ծառը պտուղից ճանաչվում է, աստվածապաշտ մարդ, տեսնում ենք ինչ պտուղներ ունես, բերանիդ խոսքերը, դեմքիդ տխրությունը, աստվածապաշտ կյանքա, չէ, բայց աստվածապաշտ մարդիկ միշտ պայծառ կլինեն, ուրախ կլինեն, ամեն իրավիճակի մեջ, ամեն ցավի մեջ, ամեն խոչընդոտ են, որ կանգնում է ձեր առաջ, կկանգնեք ու կասեք, ես մեկ է, հիվանդություն, դու ինչ չես հաղթի, ես հիվանդ ժամանակել եմ Աստծուն պաշտելու,
թե չէ մարդիկան հենց հիվանդանում են, աղոթքը մոռանում են, երկրպագությունը մոռանում են, ամեն բան մոռանում են, եկեղեցի գալը մոռանում են, Աստծո խոսք կարդալը դե հիվանդ եմ, չեք հասկանում, ավելի պիտի պաշտես, ավելի մոտենաս, սատանայի գլուխը ջարդես ու ասես կապ չունի իմ իրավիճակը, ես իմ Աստծուն պիտի պաշտեմ, իսկ աստվածապաշտ կյանքը երևում է, չէ, ես կիրակի հարսանիք եմ, այն մյուս կիրակի կնունք եմ, այն մյուս կիրակի, այ մարդ հակառակ այս բարեկամները սաղես օրերն են անում, հա? Երկնքում ամեն օր է հարսանիք, ոչինչ որ ստեղ մի քիչ զրկվես, կներեք որը սենց եմ անում, իմ հավատքը հերիքում է, չգիտեմ ձերը ոնց, այնինչ, որ իմ աստվածապաշտ կյանքին կխանգարի, ես խաչ եմ քաշում, որովհետև ես սիրում եմ նրան, վստահում եմ նրան, հավատում եմ նրան, որովհետև ես իմ կյանքը ընծայել եմ նրան, այսպիսի պատասխան պիտի ունենաս սատանային, և մեկ էլ կտեսնեք հանուն ձեզ, որ դուք այդ տեսակ լավ սիրտ ունեք, ես ուզում եմ Սերգոն անպայման մասնակցի, մի երկու երգել երգի, ես շաբաթ օրը կփոխեմ, հարսանիքը շաբաթ կանեմ, որ Սերգոն ներկա լինի, Աստված կարա այդպիսի որոշումներ փոխի, բայց եթե Սերգոյի համար միանշանակ կլինի, չէ, դե ոնց կլինի, կասի գնա, ամեն կիրակի հարսանիքներ կլինի, բայց երկնքի հարսանիքին Սերգոն ոնց կմասնակցի չգիտենք, բայց փառք Աստծո Սերգո, գիտեմ հաղթել ես, ալելույա, փառք Տիրոջը, ամեն ժողովուրդ ջան, Հմի այսօր տոչկաս Սերգոյի վրա էր, բայց ում գտնեմ, սպասեք ակնոցներս դնեմ ուտենամ, ում ասեմ, Աշոտին, սիրուն տղայա, տեսեք ոնցա փայլում, չէ, հոյակապ, Աստծո խոսքը իմացող տղայա, Են կող թեքվեմ, ալելույա, լավ, թեքվեցի, բայց հույս ունեմ, ալելույա, հավատում եմ, վստահում եմ, որ գիտեմ, այսօր, Աշոտն էլ կապ աշխարի, Արմանն էլ կապ աշխարի, չէ Արման ջան, ոչինչ, մի կասեք, սաղ աշխարը լսեցին հրապարակորեն, ոչինչ, երեսի ամոթանքը թող լինի ինձ, բայց փառքն ու պատիվը Տիրոջը։ Դե հիմա ասեք, ես որոշել եմ Աստծուն պաշտել։ Աշոտ ձեռքդ բարձրացրու ասա, ես պիտի հզոր ձևով ծառայեմ։ Ալելույա, փառք Տիրոջը։ Ամեն, ամեն։ Սատանայի գլուխը այսպես ենք ջարդում Եվ ասում ենք Տեր, շնորհք տուր, առանց քո շնորհքի չեմ կարող, չլինի խոսքը ասեմ ու չկատարեմ, ես շնորհք եմ ուզում, դե կանգնենք աղոթքի, որտև այսօր հաղորդություն էլ է, Փառք քեզ ամենակարող Աստված, Սուրբ և հզոր, մեր Թագավոր, մեր Տեր, իսկապես մենք հավատում ենք գրված խոսքին, մենք զարմանում ենք Տեր, մենք զարմանում ենք այս մարդկանց հավատքի վրա, նվիրվածության վրա և մեր սիրտը այն բարի նախանձով ալծվում, կուզեինք նմանվել Դանիելին, կուզեինք նմանվել Սեդրակին, Միսակին, Հաբեդնյակովին, կուզեինք Հեսուի նման ձեռք բարձրացնել, ասել ես և իմ տունը Տիրոջը պիտի պաշտենք,
Ոչ թե կուզեինք, շատ ենք ուզում, դրա համար շնորհք ենք խնդրում, դրա համար զորություն ենք խնդրում, դրա համար ասում ենք Հիսուս, առանց քեզ մենք ոչ մի բան չենք կարող անել, բայց ինչպես Պողոս ասեց, ես գիտեմ ում եմ հավատացել, թող այդպես մեր հավատքը բարձրանա, մենք էլ կանգնենք ու ասենք, գիտենք ում ենք հավատացել, նրան, որ մեզ մեր ընթացքների մեջ կպահի, մեզ կզորացնի, մեզ շնորհք կտա եւ հաղթություն։ Հիսուսի անունով շնորհակալ ենք Տեր։ Ամեն փառքը, պատիվը, գովեստնորհությունն ու մեծարանքը տալիս ենք քեզ, Հայր, գոհություն հայտնելով։ Թող փառավորվի Հայր Աստվածը, Որդի Աստվածը եւ Սուրբ Հոգի Աստվածը, ամեն եւ ամեն։ Ալելույա։ Փառք Տիրոջը։